Նուբարաշենի աղբավայրում խոշոր հրդեհ է բռնկվել, կրակի բոցերը գիշերը երևացել են քաղաքի տարբեր հատվածներից, առավոտից թանձր ծուխ է բարձրանում աղբավայրից, ծուխը քամին տարածում է դեպի հարևան վարչական շրջաններ։ Երևանի քաղաքապետարանը հայտնել է, որ հրդեհի հիմնական օջախը մարվել է, կեսգիշերից դեպքի վայրում աշխատել են Երևանի աղբահանության և սանիտարական մաքրում հիմնարկի ջրցան մեքենաները, բեռնատարներով տարածք է տեղափոխվել հող այրվող հատվածները ծածկելու համար։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հրշեջները նույնպես գիշերվանից պայքարել են կրակի դեմ։ Պարոն Մեսրոպյան, անդրադառնանք հեցին։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության դեմ հարուցված վարույթի եզրակացությունը պատրաստ կլինի նոյեմբերի 18-ին։ Ֆակտոր TV-ի հետ զրույցում հայտնել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։ Վարույթի հնարավոր երկու ելք կա՝ կամ լիցենզիայի դադարեցում, կամ գործի կարճում, ասել է Մեսրոպյանը եւ հավատացրել, որ հանձնաժողովի որոշման վրա չի ազդելու Հայաստանի վարչապետի հայտարարությունը հեծն ազգայնացնելու վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 20-ին հայտարարեց, որ Հայաստանի էլեկտրական ցանցերի ազգայնացման գործընթացը արդեն սկսվել է։ Սա ինչ է նշանակում, երբ որ վարույթը դեռ շարունակվում է, պարոն Մեսրոպյան։ Ես հարգանքում եմ մոտենում մեր երկրի ղեկավարի հայտարարությանը, բայց ինքը քաղաքական գործիչ է եւ քաղաքական հայտարարություն է արել, իսկ մենք մեր գործն ենք անում, մենք վարույթը կտանենք մինչև վերջ եւ կպարզվի այն, ինչ կպարզվի։ Սա արդեն իսկ ուղղորդում չէր։ Բացարձակ, ինչ ուղղորդում։ Բացարձակ։ Դե Նիկոլ Փաշինյանը արդեն երկու սցենար ներկայացրեց, ասում է կամ կազգայնացնենք ու կհանձնենք առաջատար ընկերության, որը զբաղվում է էներգետիկ այդ ոլորտի կառավարման, այսինքն արդեն իսկ Արեգ ջան, ըստ ես պատասխանեցի ձեր հարցին, անցնենք հաջորդ հարցերին։ Չուղղորդեց բան։ Ոչ, չուղղորդեց։ Ոչ։ Ում ուղղորդեց։ Ես դուք ինձ հարց եք տալիս, որ հանձնաժողովի նախագահն եք։ Հա, հետո ինչ անենք։ Հանձնաժողովի նախագահը պարտադրված չի քաղաքական հայտարարությունների ազդեցության տակ որոշումներ կայացնելու։ Հանձնաժողովի նախագահ եւ հանձնաժողովը պարտավոր է մանրամասն ուսումնասիրել վարույթը, հասկանալ իրականում ինչ է կատարվում, հայտնաբերված հնարավոր խախտումները արձանագրել եւ դրա հիման վրա, եթե կլինեն այդպիսի խախտումներ, որոշումներ կայացնել։ Այսինքն, պարոն Մեսրոպյան, դուք վստահեցնում եք, որ հանձնաժողովը չի գնա այնպիսի ճանապարհով, որը վերջում Նիկոլ Փաշինյանի նշած սցենարները իրականություն կդարձնի։ Նիկոլ Փաշինյանի սցենարները ես չեմ քննարկում, ես քննարկում եմ վարույթի հնարավոր ելքերը։ Իսկ վարույթի հնարավոր ելքերը երկուսն են, կամ պետք է վարույթի արդյունքում ամփոփվելուց հետո քվեարկվի կոլեգիալ մարմինը եւ որոշի լիցենզիայից զրկել, կամ լիցենզիայից զրկելու հիմքերի բացակայության պարագայում վարույթը կարճվի։ Հիմա տեսեք, Նիկոլ Փաշինյանը երբ հայտարարում է, որ արդեն ազգայնացման գործընթաց է սկսվել, հա, դուք արդյոք այնպիսի եզրակացություն չեք կայացնում, Եվս մեկ անգամ ասում, ոչ։ Բայց դուք նախկին քրթական եք, պարոն Մեսրոպյան։ Ինչ կապ ունի։ Կուսակցական կապեր ունեք։ Նռանյան Արանել նախկին դաշնակցական է, ինչ կապ ունի։ Արեգ ջան, եւ հանձնաժողովի նախագահ չի։ Ինչ կապ ունի։ Կոլեգիալ մարմին ընտրություններում ամեն մեկը մեկ ձայնի իրավունք ունի։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով իրավապահ համակարգում քննարկվում է գործարար ազգային բարերար Սամվել Կարապետյանի կալանքը երրորդ անգամ երկարացնելու հարցը։ Նրա կալանքի ժամկետը լրանում է հոկտեմբերի 18-ին։ Ակնկալվում է, որ քննչական կոմիտեն կալանքի ժամկետի երկարացման միջնորդությունը դատարան կներկայացնի առաջիկա երկուշաբթի։ Ըստ թերթի գործարարին առաջադրված փողերի լվացման եւ հարկեր չվճարելու մեղադրանքները դատական նիստերի ընթացքում չեն հաղթահարել հիմնավոր կասկածի շեմը։ Դատավոր Տիգրան Դավթյանը հիմնավոր կասկած գտել է միայն մեկ դրվագում, որը վերաբերում է հայ առաքելական եկեղեցու նկատմամբ բռնաճնշումներին մեր ձևով պայքարելու Սամվել Կարապետյանի խոսքին։ Ժողովուրդ օրաթերթը նաև գրում է, որ ըստ իր տեղեկության գործով փաստացի քննություն չի իրականացվում եւ գործարարը ամիսներ շարունակ կալանքի տակ է գտնվում բացառապես իր արտահայտած կարծիքի համար։ Կբավարարի դատարանը Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու նոր միջնորդությունը, պարզ կդառնա առաջիկա օրերին։ Премьер-министр Республики
Армения. Հայաստանի վարչապետի մասնակցությամբ Դուշանբեում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։ Դրա սկսվելուց առաջ Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։ Նրանք խոսել են առևտրատնտեսական հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու հետագա քայլերի մասին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման արդյունքում ստեղծված հնարավորությունների եւ տարածաշրջանում համագործակցության մթնոլորտի ամրապնդման, թրիփ նախագծի եւ խաղաղության խաչմերուկի իրականացման վերաբերյալ գրված է մեր կառավարության տարածած հաղորդագրությունում։ Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների խոսակցության ժամանակ ապրանքաշրջանառության վերաբերյալ տարբեր թվեր են հնչել Դուշանբեում ԱՊՀ անդամ երկրների խորհրդի նիստի ընթացքում։ Ռուսաստանի նախագահը հարցրել է Հայաստանի ղեկավարին, թե որքան է կազմում Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը ասել է, որ այս տարի 4 միլիարդ է, ինչին հակադրվել է Պուտինը։ Сколько сейчас товарооборот выскочил? Товарооборот с Арменией сейчас какой? В этом году уже 4 миллиарда долларов. Сколько? 4 миллиарда. Нет, больше. В этом году? Да. Больше? В прошлом году было примерно 9 миллиардов. Больше. В прошлом году было больше, и в этом году будет больше. Может быть, очевидно. Это очевидно просто. Մեկ ժամ չանցած Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Facebook-ի իր էջում տեղադրել է Ռուսաստանի հետ Հայաստանի ապրանքաշրջանառության վերաբերյալ տվյալներ, եզրակացնելով, որ Նիկոլ Փաշինյանի հրապարակած թվերը բացարձակ ճիշտ են։ Դոնալդ Թրամփի հույսերն իզուր էին։ Խաղաղության Նոբելյան մրցանակին արժանացել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն։ Ըստ Նոբելյան կոմիտեի նա արժանացել է Վենեսուելայի ժողովրդի ժողովրդավարական իրավունքները պաշտպանելու իր անխոնջ աշխատանքի եւ բռնապետությունից ժողովրդավարության արդար եւ աղաղանցման հասնելու պայքարի համար։ Վերջին տարիներին նա դարձել է Լատինական Ամերիկայի քաղաքացիական դիմադրության ամենանշանավոր կերպարներից մեկը։ Նա միավորել է խորապես պարակտված ընդդիմությանը, կառուցելով ընդհանուր հարթություն, ազատ ընտրությունների եւ ժողովրդավարական կառավարման պահանջի շուրջ, հայտարարել է Նոբելյան կոմիտեն։ Մրցանակի համար պայքարել է 338 տեխնացու, անհատներ եւ կազմակերպություններ։ Մրցանակին հավակնում էր նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Սպիտակ տան առաջնորդը պնդում էր, որ հենց ինքը պետք է դառնա Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր։ Իր խոսքով աշխարհում 8 պատերազմ դադարեցնելու համար ԱՄՆ նախագահը պարտությունը հեշտ չի ընդունի։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ԱՄՆ-ին շատ կզայրացնի փաստը, եթե ինքը չվերցնի խաղաղության մրցանակը։